հատկապես սպորտի միջոցով դրոշը բարձրացնելը իմ կարծիքով շատ հզոր է։ փառահեղ է։ Շատ Որոշեցինք այսօր տենիսի մասին նկարել, հեսա զովանանք ու գնանք ինքորդ։ Մենք արդեն ինքորդում ենք, ես սպասում Սյուզին ու ինչ էլ վայելում եմ տենիսը, որ ինձ շատ հոգեարազատ է իրականում։ Սյուզի, ինչքան ժամանակ է տենիսի մեջ եք, ոնց եք սկսել ու ոնց է եղել արդեն մասշտական կարիերա։ մոտավորապես 25 տարի, տենիսի հաճախել եմ 7 տարեկանում, մայրս ա բերել, մինչև տենիսի գալը լողով եմ զբաղվել, ջրացատկի եմ գնացել, հետո ջրացատկից ինձ հանեցին ինչ-ինչ պատճառներով, ես որ փոքր ժամանակ շատ ակտիվ երեխա եմ եղել, տենց որոշեցին, որ պետք է ինձ պարտադիր ինչ-որ սպորտի տալ, որովհետև առանց սպորտի հնարավոր չէ։ Շատ սիրել եմ ու շատ կարճ ժամանակում խաղալ եմ սովորել։ Հիմա երեխաները մի քիչ պրոցեսը ավելի երկար է իրանց մոտ տևում, ավելի երկար պետք է հաճախեն, որ սովորեն լավ խաղալ։ Իսկ այն ժամանակներում, որ մենք ենք պարապել, ես իմ հասակակից ընկերները, դուք, այո, իհարկե, ավելի հեշտ ենք սովորել։ Տենիս մարզական վիճակ, որպես պրոֆեսիոնալ, ինչքան ժամանակ է պետք ու կա հատուկ տարիք սկսելու կամ չգիտեմ։ Իրականում սկսելու համար գոնե ամենափոքր տարիքը դա 7 ամենաուշ տարիքը դա 7 տարեկանն է, բայց 5-6 տարեկանից արդեն հիմա փորձում են բերել տենիսի ու ծնողներն 5 տարեկան երեխայի հետ դասին ասում են մենք ուզում ենք մեր երեխան պրոֆեսիոնալ, բայց այդ տարիքում հասկանալ ինքը ունի պրոֆեսիոնալ առաջ գնալու հնարավորություն թե չէ, մի փոքր բարդ է։ Սյուզի, որոնք են հիմնական հմտությունները կամ նախապայմանները, որոնք պետք է պարտադիր կիրառեն սկսնակները։ Սկսնակները, ովքեր ուզում են դառնալ պրոֆեսիոնալ սպորտսմեններ, թե սկսնակները, ովքեր գալիս են տենիսից Երկուսն էլ ասեք։ Պետք է ինձ շատ սիրեն տենիսը, որովհետև շատ բարդ սպորտ է ինքը ու անընդհատ նույն շարժումն անել, երեխեքի համար հետաքրքրություն գտնելը, իրանցով պետք է փորձեն հետաքրքրություն գտնել։ Ճիշտ է, այսօրվա իրականության մեջ մենք փորձում ենք տարբեր խաղերով, վարժություններով հետաքրքրացնել, բայց ես որ մի քիչ հետ եմ գնում մեր ժամանակները, մենք ավելի միատոն ենք արել այդ ամեն ինչը։ Մենք հիմա միլիոն տեսակի վարժություններ ենք փորձում գտնել, բայց այդ մեր ժամանակները ավելի էֆեկտիվ են եղել ըստ ինձ։ Իսկ մինչև ինչքան կարելի է, այսինքն արդեն հասուն ես, մինչև որ տարեկանում պետք է գասել եւ որն է ուշ արդեն։ Ուշ տարիքը 9 տարեկանում արդեն մենք խուսափում ենք ասել, որ ինքը կարող է պրոֆեսիոնալ ինչ-որ նպատակով գնալ, բայց լինում են նաև բացառիկ դեպքեր։ Այս օրինակ վերականգնումը ոնց է լինում։ Հնարավոր է թե չօրինակ դու դադար ես տվել, ինչ-որ մի բանի պատճառով, հետո արդեն մեծ տարիքում ես, բայց ուզում ես վերադառնալ հենց պրոֆեսիոնալ սպորտ։ Հնարավոր է դա։ Հնարավոր է։ Ոնց է տենիսի վիճակը հիմա Հայաստանում ու առհասարակ համաշխարհային մասշտաբով եթե հետաքրքրվում եք, վստահ եմ որ հետաքրքրվում եք։ Հայաստանում հիմա ֆինանսապես թույլ է, քիչ կորտեր ունենք, ցանկացողները տենիսով զբաղվողները ոնց որ թե շատացել են, շատ ակտիվ են հիմա ու բոլորը, գրեթե բոլորը ուզում են գոնե խաղալ իմանալ ինչ-որ մինիմալ լեվելով, բայց ունենք կորտերի խնդիր իրականում, փորձում ենք ինչ-ինչ չափով տեղավորել, բոլորին խմբեր բացել, երեխաներ եւ մեծեր, բայց հիմնական խնդիրը, որ հանդիպում է մեզ, այդ եթե սպորտային, լուրջ սպորտային պրոֆեսիոնալ ճանապարհով գնալու մասին է, այդ ֆինանսի խնդիրն է։ Տենիսը որպես անհատական սպորտաձև, այնուամենայնիվ մրցակցությունը հեռու է։ Դրա համար պահանջվում է բավարար ռազմավարություն, տակտիկա, ինչն ավելի շատ կարևոր տեխնիկան, խորամանկությունը, հմտությունը տենիսում հաղթելու համար։ Բնավորությունը։
Շատ կարևոր է բնավորությունը, որովհետև իրականում մենք այսօր շատ լուրջ խնդիրներ ենք ունենում հենց դրա հետ կապված։ Մենք շատ լավ երեխեք ունենք փոքր տարիքում ջունիորների մեջ լավ ռեզուլտատներ ենք ցույց տալիս։ Բայց հիմնականում որից միշտ բախախնդրի առաջ են կանգնում, դա բնավորությունն է հոգեբանական մասով, որովհետև գալիս է պահ, որ տեխնիկապես չենք զիջում ոչ մեկին, եթե առավել չենք լինում, նաև առավել ենք այլ ազգի երեխեքի հանդեպ։ Բայց այդ բնավորությունը, այսպես օրինակ փոքր դետալ է, ոնց ասում, ատամ ցույց տալու մասը, որ այսպես ջղայնանան, պրինցիպի գնեն, թասիբի, ասեն չէ, всё, ես պիտի հաղթեմ։ Մի փոքր զիջում, իհարկե բոլորի մոտ, բայց ամենակարևորը այդ բնավորությունն է, հոգեբանորեն պետք է ուժեղ լինեն, որ կարողանան հաղթել, որովհետև լինում են պահեր, երբ որ դու իրոք սենց նայում ես, տեխնիկապես քեզանից ինքը ոչ մի բանով լավը չի, բայց քեզ հաղթում է, որովհետև դու ինչ որ պահ հոգեբանորեն կոտրվել ես, որովհետև ստեղ ամեն մի գնդակի հետ դու մաքսիմալ ստրես ես տանում։ Մեր ստրեսային մասը շատ մեծ է, ամեն գնդակի հետ, ամեն հարվածի։ Մեր մենտալիտետի հետ շատ փոխվեց։ Դու մտածում ես, որ դու մեջ ես խփել, կամ թեկուզ չինեմ, բայց կարող ես վիճել, ասել, չէ, մեջ է իմ գնդակը, վիճի, գնա, կռիվ արա ու այդ գնդակի համար, կռիվ արա, արա քեզանով։ Ինձ թվում է արդեն ժամանակն է վիճելու գնդակի համար։ Վիճելու համար ես վաղուց չեմ վիճել, բայց մինչև վիճելը կանոններին նորից վերհիշենք ու հիմա անկախ եղանակային պայմաններից քանի աստիճան կլինի։ Կարծում եմ 32։ Մենք Ես ուզում եմ ստուգ եմ ճիշտ ասած իմ մենք ջերմաստիճանի ընկալման ցնցումը։ Չէ, 30։ Մոտ է, հա։ Բայց մենք ուղիղ արևի տակ ենք, դա ավելի բարձր է։ 35 լավ։ Հա, ցենց ինչ որ կանաչին։ Ճիշտ ինչ որ տարբերություն կա իրենց համարների մեջ օրինակ լինում է 3 համար։ Երրորդ համարը դա ռուչկայի հաստությունն է։ Առաջին 0-ից է սկսվում, անկականների մեջ 000 կարա լինի, 01, 0, հետո 1, 2, 3։ Երրորդը, որ արդեն ձեռքի ափի մատերի երկարությամբ, հիմնականում տղաներն են խաղում երրորդ համարով, աղջիկների համար երկրորդ առաջին, դա երրորդ համարը, կանոնները, տակ, այս դաշտը նախատեսված է նաև պառա խաղալու համար, զուգախաղ, 4 հոգու համար, սինգլ, անհատական խաղի համար, առաջի գիծը սա է, այսինքն այս գծից դուրս աուտ է համարվում, բայց երբ որ 4 հոգով ենք խաղում, սա է աուտը։ Հետևի գծի աուտը դե արդեն հետևի գիծն է, սահման չունի, քառակուսիները դաշտի միջի պադաչի համար են, սկզբնահարվածի, պադաչը պետք է խփել քառակուսու մեջ, որ խաղը սկսվի, քառակուսուց դուրս երկրորդ պադաչի 15, 30, 40 և գեյմ, 40 հավասարի ժամանակ խաղում ենք առավելությունից հետո նոր գեյմ, 6-ը գեյմ, 2 սետ։ Ես մոտ բերենք, մեզ չէ։ Так, գնացինք։ Ինչ ենք հիշում թենիսից։ Թենիսից հիշում եմ հարվածի ձևը։ Հիշում եմ, որ պատդաշները հիմնականում անկյուններից են քաշում։ Շատ ճիշտ է։ Որ սենց շատ քիչ պետք է խփես։ Так, չէ, ձախից հարվածի ժամանակ զուտը երկու ձեռքով ենք խաղում կամ մի ձեռքով կախված արդեն։ Հետո սենց բան չկա, էլի, սենց։ Так։ Թենիսի աշխարհը ինքն իրանով շատ հետաքրքիր աշխարհ է, այդ մրցումները, այդ երեխեքի հետ շփվելը, երկրից երկիր գնալը, այդ ճանապարհը շատ լավ։ Ես չեմ կարող գտնել մի երեխա, ում համար դա հետաքրքիր չի լինի։ Սյուզի, իսկ ֆավորիտ թենիս կամ թենիսիստուհի։ Ճիշտ ասած, ես մանկուց միշտ նայել եմ տղաների խաղին, ավելի շատ ֆավորիտ թենիսիստներ ունեցել եմ, երբ որ շատ փոքր էի, Նադալը նոր սկսել էր խաղալ է, իր լավագույն են սկիզբը կարիերայի, Նադալի համար սենց մի այլ տիպի խենթանում է, իր նկարները մինչև այս վերջերս տանը գտել եմ, տենց ալբոմի, իմ անձնական ալբոմի նկարների ալբոմի մեջ ունեմ, բայց մի քիչ ավելի հասուն տարիքում շատ եմ սիրում Ֆեդերերին։ Իմ համար բոլոր ժամանակների կլասիկ թենիսիստն է։ Ես միշտ
երկրպագել եմ Ջոկովիչին Ջոկովիչին։ ու իմ մանկության առաջի այդ sport celebrate-ը Շարապովն է եղել։ Իսկ հիմա իմ համար որպես աղջիկ խաղացող շատ sense երկրպագում եմ Սաբալենկային։ Ես էլ Վրանին եմ սիրում ճիշտ ասած։ Իր կերպարն եմ շատ հավանում իրականում, sense Մեր Էլինային եմ շատ սիրում։ Ում? Մեր հայուն։ Էլինային։ Հա։ Իմիջայլոց այն օրը տեսա որ հայերեն էր սովորում։ Հա։ Մրցումների են այս պահին։ Դե հիմա թենիսում Davis Cup-ը մեր մոտ է, չգիտեմ, գիտեք թե չգիտեք։ Հա, գիտեմ, իհարկե։ Աղջիկներն էլ ժամանակին Fed Cup էր, հիմա փոխվել է անունը։ Davis-ը տղաներն է, Նիվարկյան աղջիկներինը այնքան բարդ անուն է։ Billie Jean King։ Այս պահին Ծաղկաձորում սպորտ բազայում 4-րդ կատեգորիայի մրցում է գնում։ Կստати, 2 օր հաղթում ենք մենք։ Այս հետևում եմ հաղթանակներին։ Աղջիկները առաջի խաղը հաղթել են 3-0 նույնիսկ։ 2 անհատականում են հաղթել եւ պարայում։ Տղաներն էլ առաջի շրկետ խաղը 3-0, բայց 3 հաղթեցինք 2-1 հաշվով ու ճիշտ ասած այսօրվա մասին չգիտեմ, տեղեկություն չունեմ դեռ։ Բայց կարծում եմ այս տարի սենց շատ դրական առաջխաղացումներ ունենք։ Ոնց է Հայաստանում ու համեմատած հարևան երկրների հետ։ Հարևան երկրների հետ, որ հարևան երկրի հետ։ Այն ճակերտավոր։ Так, մեր աղջիկները Ադրբեջանին հաղթեցին։ 3 Շատ լավ է, կարծում եմ որ շատ լավ է, իրականում սպորտի մեջ շատ ոգևորող է ու շատ ուրախացնող է, եթե անկեղծ։ Իհարկե մենք փորձում ենք շատ ժամանակ սպորտը չկապել քաղաքական ինչ-որ իրավիճակների հետ, բայց ամեն ինչից անկախ դա շատ ոգևորող է, էլի։ Կապվում է, մենք էլ չկապենք։ Միանշանակ, հա, համաձայն եմ։ Վատ չի, ես կարծում եմ, որ լավ է, իհարկե մենք աշխատելու շատ տեղ ունենք, մենք, մարզիչներս, երեխեքը, սպորտսմենները, մարզիկները, ամեն մեկս եթե մեր մասով, մեր գործը կատարենք լիարժեք, ես հավատում եմ ու վստահ եմ, որ ունենալու ենք լավագույն արդյունքները։ Մի փոքր, ըստ ինձ չէ, մի փոքր մեզ աջակցությունն է մենք պակասում։ Բայց ժամանակի ընթացքում ես վստահ եմ, որ դա էլ է լինելու։ Ժամանակի ընթացքում հաստատ կլինի։ Ված չի ստացվում, ասեմ իմանա։ Հա։ Ված չի, լավ։ Չեմ ժանգոտել էլի։ Ամեն ինչից անկախ չմոռանանք, որ մենք թենիս ենք խաղում, չէ։ Չէ, շատ լավ է։ Մենք միշտ ասում ենք, որ մարդիկ եւ սպորտսմեններ առանձնացնում ենք մեզ ու ես նույնիսկ իմ շրջապատի մեջ մարդիկ, ովքեր որ սպորտով չեն զբաղվում, իրանց տարբերվում են, իսկ ովքեր որ սպորտով են զբաղվում, Մի տեսակ քաշում է, չէ։ Եվ իրանք տարբերվում են։ Այդ ավելի բնավորությամբ ուժեղեն։ Ըստ ինձ ավելի ուժեղեն լինում բնավորությամբ։ Ես համաձայն եմ։ Թեկուզ դու կյանքում չլինես սպորտսմեն, լավագույն սպորտսմենը չլինես, բայց որպես լավագույն մարդ հաստատ կձևավորես։ Կարևորը շարժման խնդիր չունենք։ Մեր այսօրվա իրականության ամենամեծ խնդիրը, որ երեխեքը չեն շարժվում։ Իսկ երբ որ շարժում չկա, թենիսի մեջ հնարավոր չի առանց շարժել։ Հա, համաձայն եմ։ Իսկ երբ որ շարժում չկա, գնդակին հարվածելը ճիշտ, մաքուր, անհնար է դառնում։ Sorry։ Wow։ Լավն է։ Խփել, զախով բռնել, շատ լավ կլինի։ Հավաքենք։ Հա։ Մենք մոտավորապես 130 գնդակ հարված ենք արել։ Հա։ Ու եթե հաշվենք, որ 130 գնդակից գնդակներ կան, որ 2-3 անգամ ենք խփել, մոտ 500 հարված ենք արել այսօր։ Հավաքում ենք, մենակ չենք խաղում, է։
Այս էլ sense մեր տենիսի համ մարզումներից, համ դասերից շատ հարագեցնող էր, շատ ուսուցանող էր։ Ես խորհուրդ եմ տալիս երեխաներին անպայման զբաղվել տենիսով, իսկ դուք ասեք ինչի զբաղվել տենիսով։ Տենիսով զբաղվեմ, որպեսզի մենք իրականում մեր երկրից ունենանք հայ լիքը լավ չեմպիոններ, որովհետև աշխարհում դրանից լավ բան չկա ասինց, որ գնում են երեխեքը մրցումների ու դու ինքդ ասում ես հայ Արմենիա, չգիտեմ, այդ անունը, այդ դու ներս ես մտնում քո դրոշը, քո երկիրը, քո ես հայրենիք շատ եմ սիրում։ Ես հայրենիք շատ եմ սիրում, իմ համար ամենակարևոր միշտ որ զանգում են ասում են տենիսի պարապմունքների համար եմ զանգարել, ճիշտ ասած մի քիչ վատ է հնչում, ես ասում եմ կդերեք քանի տարեկան է երեխան է, դե դուք եք, իմ համար միշտ պրիորիտետ հայերը չգիտեմ, առաջնահերթությունը ես միշտ տալիս եմ երեխաներին, որտեղ իրանք ի վերջո մեր ապագան են, մեր ապագա սերունդն են ու այդ դրոշը բարձրացնելու ամենամեծ շանսերը իրանք ունեն։ Հա, հատկապես սպորտի միջոցով դրոշը բարձրացնելը իմ կարծիքով շատ հզոր է։ Փառահեղ է։ Շատ որտեղ դու քո ուժի միջոցով քո երկրի դրոշը բարձրացնում ես։ Շատ կարևոր է, շատ ուժեղ է։ Դե ինչ, շնորհակալ եմ Սյուզի։ Ես էլ եմ շնորհակալ։ Օրվա համար։ Հուսով եմ ելի կհանդիպենք ու արդեն ավելի մեծ հարթակներում ավելի ճանաչված տարբերակ։ Հուսանք։ Դե ինչ, սա էլ տենիսի մասին էր։ Ուզում եմ հիշեցնել, որ սպորտը ոչ միայն հաղթանակների, այլ նաև պայքարի, նպատակներին հասնելու ու զարգանալու ճանապարհի մասին է։ Մնացեք մեծ հետ ու բաժանորդագրվեք ալիքի։